Բարև ձեզ հարգելի հետևորդներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Աստված օգնական։ Սրբազան։ Շնորհակալություն մեր տաղավար գալու մեզ հյուրընկալվելու համար։ Ընտրեն սիրով։ Սրբազան նախորդ ուրբաթ Գարեգին Բ-ի եւ եւս 6 հոգեվորականի գործով դատական նիստներ, որի այսպես ասած մեղավորը դուք եք։ Եթե դուք չվիճարկեիք կաթողիկոսի համապատասխան տնօրինությունը ձեզ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, դատարանն էլ չկայացնել համապատասխան որոշում, կաթողիկոսը չարհամարեր դատարանի հիշյալ որոշումը, դատախազությունը չբողոքարկեր դատական ակտը չկատարելու հանգամանքը, այսօր Գաղարշապատի քրեական դատարանի դատավորը չէր դիտարկվի որպես կաթողիկոս դատող դատավոր։ Սրբազան, ձեր դիտարկումները այս դատական գործընթացի առնչությամբ, մասնավորապես այս համատեքստում, արդյոք կաթողիկոսը ի պաշտոն է, անձեռնմխելի անձ է եւ նրա նկատմամբ չի տարածվում քաղաքական աշխարհիկ իշխանության դատական իշխանությունը։ Շատ կարևոր հարց եք հնչեցնում, ասեմ ձեզ, որ ոչ կաթողիկոսը եւ ոչ էլ որևէ հոգեվորական անձեռնմխելի անձ չեն։ Որևէ հոգեվորական չունի նման կարգավիճակ, գիտեք, այդ կարգավիճակը շնորհվում է պետության կողմից, բայց դա չի տարածվում հոգևոր դասի վրա եւ ինչպես բոլոր մյուս մեր պարզ քաղաքացիները, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են իրենց արարքների համար։ Ինչ վերաբերում է իմ դատավարությանը, ապա պիտի հարց տանք, թե ինչու բանը հասավ դատարանին։ Դուք գիտեք, որ ես բարենորոգությանը, հայոց եկեղեցու բարենորոգությանը միացած եպիսկոպոսներից մեկն եմ եւ մենք հայտարարություններ էինք արել պաշտոնական, որտեղ մի շարք մեղադրանքներ էր ներկայացվել կաթողիկոսին։ Ուրեմն եկեղեցական կանոնի համաձայն, երբ որ կաթողիկոսին եպիսկոպոսների խումբ կամ որևէ եպիսկոպոս որևէ մեղադրանք է ներկայացնում, կաթողիկոսը պիտի գումարի եպիսկոպոսած ժողով, սակայն նա իրավունք չունի նախագահելու այդ ժողովը, քանի որ մեղադրյալի աթոռին կաթողիկոսն է։ Եթե հարցը վերաբերի այլ եպիսկոպոսին, ապա ժողովը բնականաբար պիտի ղեկավարի նախագահի կաթողիկոսը, սակայն քանի որ մեղադրանքները իրեն են ներկայացված, ուրեմն պետք է ուրիշ եպիսկոպոս կամ պատրիարքը կամ չգիտեմ ավագագույն արքեպիսկոպոսը նախագահի այդ ժողովը։ Տեսեք, մենք ինչ որ ներկայացրել ենք մեղադրանք, բոլորը վերաբերում են եկեղեցու կանոններին։ Դրանցից մեկը, որ եկեղեցին դուք ներքաշել եք քաղաքական դաշտ եւ դարձել եք գործիք ընդդիմության որոշ թևերի ձեռքին կամ ծառայեցնում եք օտար շահերի։ Սա կանոնական մեղադրանք է։ Ինչով է կանոնական մեղադրանք։ Այո, քաղաքականությանն է առնչվում, եւ մենք գիտենք, որ եկեղեցի պետություն անջատ են, պետությունը եկեղեցին ինքնակառավարվող է եւ չպետք է խառնվի քաղաքականության եւ հակառակը պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այո, սակայն սա վերաբերում է այն պարագային, երբ որ եկեղեցին իր առաքելությամբ է զբաղվում, պետությունն էլ իր գործն է անում։ Ուրեմն եկեղեցու կանոններով արգելվում է հոգևորականին զբաղվել քաղաքականությամբ, հստակ կանոններ կա։ Տեսեք համար 1 մեղադրանք, եկեղեցու քաղաքականացումը, սա կանոնական հարց է։ Այս կանոնական հարցին կաթողիկոսը պատասխան չտվեց, ոնց որ շատ այլ հարցերի իրեն ուղղված պատասխան չի տալիս, խուսանավում է տարիներ շարունակ։ Հիմա երկրորդ հարցը, որ սկանդալ ունենք կապված կոնկրետ անձի հետ, բարձրաստիճան հոգևորականի հետ, այդ սկանդալը կոծկելու իրավունք չունես, սա էլ կանոնական հարց է, եկեղեցու կանոնները արգելում են նախ այդ մեղքը դատապարտում են, երկրորդ արգելում են մեղքը կոծկել, դրա համար գահազրկում է ենթադրվում եպիսկոպոսի կամ կաթողիկոսի, նայած թե ով է մեղքը կոծկել։ 1 տարի առաջ Քենթերբերի արքեպիսկոպոսը ուրեմն հրաժարական
տվեց, հրաժարեցվեց իր աթոռից նրա համար, որ կոսկել էր սեռական բնույթի սկանդալ, ուղղակի փակել էին հարցը։ Այսինքն եկեղեցական ատյանը չէր գործել։ Հիմա տեսեք, ես ընդամենը երկուսը նշեցի, այդ մեր հայտարարությունների մեջ կային նաև այլ մեղադրանքներ, թափանցիկ չկառավարելու մեղադրանքը, հաշվետու չլինելու, սրանք բոլորը կանոնական հարցեր են, բոլորը եկեղեցու կանոններով ամրագրված են, որ եպիսկոպոսը կամ եկեղեցու պետը իրավունք չունի իր ուզած ձևով կառավարել եկեղեցին, եկեղեցական ունեցվածքը, նա հաշվետու պիտի լինի։ Մենք գիտենք, չէ՞ որ հրապարակումներ եղավ, ոնց են եկեղեցու գույքը օտարել, նվիրվել իր կամակատարներից մեկին, մի քանի օր հետո դա վաճառքի է հանվել, եղան ու էլի կան, բազում քրեական գործեր կան, չէ՞ հարուցված եկեղեցու գործունեության առնչությամբ։ Սա ինչի արդյունք է, սա ոչ թափանցիկ կառավարման արդյունք է։ Մենք գիտենք, որ վերջին սպեկին պետեկամուտների նախարարությանը մայրաթորը 200 միլիոնից ավել տուգանք մուծեց։ Հարց. ինչի՞ չի բարձրաձայնում, թե ինչ պատճառով է այդ տուգանքը մուծվել։ Իդեպ Հակընդդեմ հայցն հասկանում եմ, բայց մուծել են, չէ՞ տուգանքը։ Դե թող պատճառները բացահայտեն։ Ես վստահ եմ, այդ դատը պարտվելու են։ Որտեղ ես գիտեմ թափանցիկության պակաս կա։ Տեսեք, այն բոլոր հարցերը, որ վերաբերում են եկեղեցու կանոններին, կանոնների չեղվելուն, վերջը մենք մեղադրենք իրեն եկեղեցին ուղղափառ վարդապետությամբ չառաջնորդելու մեջ։ Որովհետև գիտեք, եթե դուք այդ տեսակ սկանդալ եք կոսկում, դուք անմիջապես հարվածում եք հայ ընտանիքին։ Դա է ձեր վերաբերմունքը ընտանիքի հանդեպ։ Սրբազան կոնկրետ ձեր նկատմամբ Եվ ի պատասխան մեր հայտարարությունների ինքը մեզ կոչ արեց վերադառնալ կանոնական դաշտ։ Մենք ասում ենք, դու եկեցու կանոններից շեղվել ես, ինքը պիտի համապատասխան գործընթացներ կազմակերպի, ժողով հրավիրի եւ արդարանա։ Մեր մեղադրանքը ճիշտ է թե չէ, ինքը ասում է վերադարձեք կանոնական դաշտ։ Հասկանում եք։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եկեղեցու կանոններով ինքը դադարել է կամ չի առաջնորդվել երբևէ։ Եթե քեզ մեղադրանք են առաջադրում, դու եկեղեցական կանոնադրության համաձայն, կանոնների համաձայն պիտի այդ մեղադրանքները հերքես, չի հերքվել։ Փոխարենը որոշել է, որ ինձ պիտի կարգալույծ անի։ Շինծու մեղադրանքներով։ Հասկանում եք։ Մասնավորապես իբր թե բռնության եմ ենթարկել, մինչև այդ պահը հոգևորականներին, չգիտեմ, այնքան անհեթեթ է։ Լավ, եթե ես որևէ մեկին բռնության եմ ենթարկել, ենթադրում եմ հարցը գաղափարական բռնության մասին է։ Խնդրեմ ասա, բանեք ցույց տվեք, այդ ձեր բաները, քննարկումները, արձանագրությունները, բողոքները, եթե կա, հա, չէ, ես ուղղակի իրենց համար վստահաբար անակնկալ կերպով, երբ որ ձայն բարձրացրեցի, իրենք դրանից հավանաբար շոկի մեջ ընկան։ Չէին սպասում, որ ես կարող է այդպես ձայն բարձրացնել։ Բայց գիտեք ինչ գծեր կան, ամեն գիծ չի, որ դու կարող ես հատել։ Այնպիսի գծեր հատվեց, այսինքն ես այլ կասկած չունեի, որ ինքը եկեղեցին ուղղակի ներքաշել է քաղաքականության մեջ ու հիմա այնպիսի վիճակում է գտնվում, որ չի կարողանում հետդարձ անել։ Բայց այդ ձևով եթե շարունակվեր այդ արճակատումը, հիմա եկեղեցու վիճակը շատ ավելի ծանր էր։ Եթե այս շարժումը չսկսեր, եկեղեցու վիճակը շատ ավելի ծանր էր լինելու։ Հոգևորականներին, մասնավորապես նաև ձեզ եւ բարենորոգման գործընթացի միացածը ինձ ընտրեց իբրև թիրախ, կարգալույց հռչակեց, ես էլ դիմեցի դատարան, գիտեք այդ պատմությունը, երբ որ ինձ հեռացրեց պաշտոնից, ես դիմեցի դատարան, դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, ինձ վերականգնեց, քանի որ չի գործում եկեղեցում այլևս որևէ ատյան, կանոնական ատյան։ Ես ստիպված պիտի դիմեի դատարան, որովհետև այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում շատ լավ, ինձ էլ կարգալ, ես էլ գնացի, հետո այսինքն թողենք ինքը շարունակի ինչ որ անում է, ինքը այն ինչ որ անում է աննախադեպ է, երբևէ հայ եկեղեցին հայ պետականության դեմ չի գործել, պատմությունից որևէ մեկը այդպիսի օրինակ չի կարող բերել։
Հա, որոշ տգետներ ինչ որ Հուսիկ կաթողիկոսի Տիրան արքայի հարաբերություններն են հղում, որ լավ չէր, կոնֆլիկտային էր, վերջը Տիրանի հրամանով կաթողիկոսը սպանվեց, բայց դրանք անձնական բնույթի են եղել ամենայն հավանականությամբ, որտեղ Տիրանի փեսան է եղել Հուսիկ կաթողիկոսը ընդհանրապես եւ կոնֆլիկտային հարաբերություններ են եղել եւ չկա որևէ պատմական վկայություն որ Հուսիկ կաթողիկոսը ասում էր մենք պիտի գնանք Բյուզանդիա կամ Պարսկաստան Տիրանն էլ չէր համաձայնվում հասկանում եք չի եղել քաղաքական բովանդակություն ենթադրություններ կարելի է անել բայց շատ կասկածելի են այդ ենթադրությունը նախ այդ աղբյուրները 5-րդ դարի աղբյուրներն միշտ դեպքերը վերաբերում են 4-րդ դարի այսինքն չի կարելի դա ասել որ ահա տեսեք օրինակ որոշ տգետներ իրենց պատմաբան հորժորջող այդ օրինակն են կիրառում որ տեսեք Հուսիկը դիմացավ բայց Աստված գիտի խնդիրը ինչ է եղել աներփեսա կոնֆլիկտ է եղել այդ ժամանակ եւ ես խիստ կասկածում եմ որ քաղաքական տարեր լիներ այդ ամեն ինչի մեջ լավ եթե վերադառնամ հիմա չի աշխատում կներեք չի աշխատում որևէ ատյան մայրաթորի ներսում իրավական ատյան օրինակ բերեմ երբ որ Տեր Արամը բարձրաձայնեց ես առաջարկիչի ասացի եկեք հանձնաժողով ստեղծենք եկեղեցու բարեկարգությունը վերաբերող եւ հրավիրենք նաեւ Տեր Արամին թող գա իր հարցերը իրեն ուզող հարցերը բարձրաձայնի եւ այդպես ովքեր որ հարց կունենան որովհետեւ վախ կար որ պիտի այս ընթացքը պիտի շարունակական լինի ուրիշներն էլ պիտի ես առաջարկում եի փափուկ ուժի տարբերակը փափուկ ուժը իմ համար է որ հարթակ տրամադրել թող խոսեին չէ պետք է ինձ ասեցին 30 հոգու էլ կարգալույս կանենք այսինքն ես էլ էի անդամ կարգապահական հանձնաժողովի գերագույն հոգևոր խորհրդի ես պիտի այդ ապօրինի որոշումը ստորագրեի ես տիպված պիտի ստորագրեի ես այդ ձևով ոչ իմ խղճի առաջ ազնիվ կլինի ոչ եկեղեցական կանոնների դա կանոնական չէր այդ կարգալույծությունը դու չես կարող մարդուն կարգալույծ անել միայն նրա համար որ ասում է եկեղեցում խնդիր կա նույնն էլ ես եմ ասել այսինքն եկեղեցու սպառնացող ախտերի եկեղեցին համակարգ եկեղեցու հերոդատությանը սպառնացող ահռելի խնդիրներ ունենք այսօր Եվ բարոյականության հետ կապված, եւ թափանցիկության հետ կապված, եւ հաշվետվողականության հետ կապված, եւ առաքելության հետ կապված։ Իսկ ի՞նչն է պատճառը Սրբազան, որ եկեղեցին ընդդիմանում է, երբ որ մատնացույց է կանում այս խնդիրը, այս ախտը, երևույթը, ինչու է եկեղեցին ընդդիմանում բարենորոգմանը, բարենորոգման գործընթացին, չէ՞ որ դա տանելու առողջացման, նորոգման։ Տեսեք, որովհետեւ կլանային մտածողությամբ է եկեղեցին կառավարվում, այն ինչ որ մենք ասում ենք, ամենայն հավանականությամբ դրանք կասկածի տակ են դնում իրենց շահերը, այսինքն մենք մեր ասածը շահերի բախում է ստեղծում այն ինչ որ մենք ասում ենք սպառնալիք է ստեղծում իրենց կառավարման համար դրանք իրենք էլ մտածում են ճիշտ կլինի գլխատել որ այս ձայները կտրվեն խեղդվում են հասկանում եք այդ ձայները ովքեր որ ուզում են ինչ որ բան ասել խեղդում են այսինքն Տեր Արամի օրինակը մյուս Տեր Թադեի օրինակը կամ Տեր Տարոնի օրինակը դրանք լավագույն վկայություններ են ինչ որ ասում է այսինքն ես պիտի ուրեմն ստորագրեի այդ բոլոր արձանագրությունները դրանց կարգավորությանը վերաբերող ես դեմ եմ համաձայն չեմ որտեղ դա հակականոնական է խոսելու համար չես կարող դու հանցանքի համար պիտի անես կարգավորույց մինչդեռ տեսնում ենք մարդիկ ովքեր տարբեր մեղքերի մեջ են հաստատված մեղքերի մեջ են լինի դա փողերի լվացում լինի բարոյական խնդիր մարդիկ հանգիստ շարունակում են իրենց պաշտոնավարումը լինի քաղաքականության մեջ ներգրավվածություն հանգիստ շարունակում են իրենց պաշտոնավարումը ովքեր որ իրականում պիտի ենթարկվեն պատժի չեն ենթարկվում ովքեր որ ուղղակի խոսում են հա դրա համար այս մարդկանց հետ վարվում են ամենախիստ կերպով այսինքն ինչ եմ ուզում ասեմ օրենքը կանոնը ընտրողաբար է օգտագործում եւ չի տիրապետում որևէ կանոնի չի տիրապետում ասում էր եթե ասում էր արշակ arczepiskopos-ին կարգալույց անելու համար պետք է աստվածաբանական լինի մեղադրանքը այսինքն աստվածաբանականը իր համար միայն քրիստոսաբանությանն է երևի վերաբերում սեռական սկանդալը կամ սուրբ գրքով արգելված հարաբերությունը աստվածաբանական չէ այսինքն այն պարզ գաղափարը
չունի, որ ցանկացած եկեղեցական կանոն ինքնին աստվածաբանական է, որտեղ բխում է սուտ գրքից ու եկեղեցու ավանդությունից։ Ասում եմ, մինչև աստվածաբանական չլինի, եպիսկոպոսին չես կարող կարգավիճ անել։ Այդ դեպքում ին որ այդ տրամաբանությամբ իմ ասածն էլ աստվածաբանական չէր։ Այդ տրամաբանությամբ, եթե քո համար աստվածաբանականը մենակ քրիստոսաբանությունն է, հասկանում եք աբսուրդ։ Դուք ինչպես եք մեկնաբանում Սրբազան, նման հոգատար վերաբերմունքը Արշակ Սրբազանի նկատմամբ, նրան իր թևերի տակ առնելու, հովանավորելու այս վախը, վարքագիծը, որ նա էլ ինչ-որ ինֆորմացիա է դերապետում միանշանակ, ես մեր եկեղեցին երկար ժամանակ միանշանակ, ուրիշ բան չկա, թե չէ, չեմ ուզում ավելի մանրամասներ բացահայտել, մի րոպե ինքը չպետք է իր կողքը կանգնած լիներ, մի րոպե, ու ինքը գիտի ինչի համար, չպետք է կանգնած լիներ, չպետք է ինքը կաթողիկոսի կողքը կանգնած լիներ, այսօրվա եկեղեցու փաստացի պետի կողքին ինքը մի րոպե անգամ չպետք է կանգներ։ Ավելին նա մասնակցում էր ձեր եւ կաթողիկոսի ու վեց հոգեվորականների գործով դատական նիստին։ Խնդրեմ թող մասնակցի, թող իշքան հնարավոր է մարդ հավաքեն, տեսանք իշքան մարդ էին հավաքել, ամոթեր ուղղակի։ Իշքան ուզում են թող մարդ հավաքել, այսինքն գիտեք ամոթը որտեղ է, որ ինքը փաստաբան ունի։ Դա ամենամեծ ամոթը, փաստորեն ինքը փաստաբանի կարիք ունի։ Ես պաշտպանվելու կարիք ունեմ, որտեղ ինքը կամայական է գործում, բայց դու եթե ազնիվ ես, արդար ես, վստահ ես, դու փաստաբանի կարիք ունես արդյոք։ Սրբազան տեսակետ հնչեց, որ քեզ փաստաբանը պիտի պաշտպանի օրենքից, հա։ Ամենամեծ խայտարակությունն է սա։ Այսինքն առանց պաշտպանի պետք է մասնակցել դատական նիստին։ Ես չգիտեմ, ինքը առհասարակ չպետք է հայտնվեր այդտեղ։ Առհասարակ չպետք է հայտնվեր այդտեղ։ Բայց մենք տարբերակ չունենք, որտեղ եկեղեցական բոլոր ատյանները անդամալուծված են, որտեղ գործում են կամայական կերպով։ Ես ձեզ ասացի, մենք պարտադրված էինք այդ կարգալուծության հրամանները ստորագրելու ու որպես կանոն արձանագրություն չէր պահվում։ Իսկ առհասարակ օրենքով պիտի բոլոր քննարկումները արձանագրվեն։ Նկատի ունեմ Տեր Արամի եւ մյուսների արձանագրությունները չէին անում։ Հատուկ չէին անում, որովհետև բոլորը չէ որ համաձայն էին։ Ես բազմիցս ընդվզել եմ, որ սա ճիշտ չի, անիմաստ եմ համարում։ Կտեսնեք, սա ավելի խոցելի է դարձնելու եկեղեցին, եւ այդպես է եղավ։ Սրբազան, ինչ ելք եք կանխատեսում այս դատական գործընթացին։ Տեսակետ հնչեց, որ պետությունը միջամուխ է եղել սահմանադրորեն անջատ կառույցի ներքին գործերին, այսինքն կաթողիկոսը իր տնօրինությամբ ում ուզի կարգալույց կհռչակի, ինչ որոշում ուզի կկայացնի, որովհետև ինքը սուվերեն անձ է, անջատ կառույցի գերագույն ղեկավարն է։ Նույնիսկ այդտեղ թույլ տվեք շարունակել եւ աշխարհիկ իշխանության դատական որևէ այցյան իրավապահ որևէ մարմին իրավունք չունի միջամուխ լինել անկախ մարմնի ներքին գործերին։ Ձեր մեկնաբանություն, այսինքն ո՞րն է եկեղեցու այն այցյանը, որը պետք է իրավունքի խախտման հետ կապված հարցերը քննի եւ դրանց եկեղեցու այցյանը կա կարգապահական ժողով, որտեղ քննարկվում է քահանաների կամ կուսակրոն հոգևորականների հարցերը, բայց եպիսկոպոսի դեպքում պետք է եպիսկոպոսած ժողովը հատուկ նախաճան է գումարվում, ոնց որ Արշակ Սրբազանի դեպքում արվեց, հա, գումարվեց ատյանը որոշում կայացվեց, իհարկե անտեսեց այդ որոշումը, հետո փորձաքննությունն էլ դրեցին իր դիմաց, դա էլ անտեսեց, տեսեք խտրական վերաբերմունքը։ Հա, իսկ իմ դեպքում ոչ ատյան է գումարել, հա, ոչ եպիսկոպոսած ժողով է հրավիրվել, պիտի հրավիրվի, ես էլ պիտի ներկա գտնվեմ, պաշտպանեմ իմ իրավունքը, ոչ են արել, ոչ են։ Մի անձնյա կարգալույց է հռչակել, դրա իրավունքը չունի, սա կանոնական չի։ Պիտի ժողով հրավիրվի, ատյան նախ պիտի լսվի իմ հարցը, ինչի դեմ եմ բողոքում, հետո այդ ատյանը չտվեց լուծում, պիտի հարցը գնա եպիսկոպոսած ժողով։ Ասում եք անջատ է, բայց չի այդ կանոնադրությունը, որ կա, որը գրանցված է մեր արդարադատության նախարարության կողմից, այդ կանոնադրությունը անտեսվում է, չարաչար կերպով անտեսվում է, ուղղակի անտեսվում է, կամայականությունն է գործում, ավտորիտար ռեժիմ, ու վերջ, սա է գործում,
Եվ կներեք, այդ անդադ շահարկում են, որ պետությունը խառնվում է։ Շատ լավ, բայց եթե քո արդարադատության նախարարության կողմից գրանցված կանոնադրությունը չի գործում, բնական չի, որ մարդը իրավունք ունի, քո երկրի քաղաքացին իրավունք ունի դիմելու դատարան, չի գործում, այո, դու ընդհանրապես կրոնական կազմակերպություն ես, այն ինչ որ գրանցել ես տվել, հայտարարել ես, որ դու այս օրենքներով ես շարժվում, դու չես հետևում քո հայտարարությանը, որ դու շարժվում ես օրենքներով, դու օրենքը չես պահում։ Ակնկալում էր, որ դատարանը առանց քննության պետք է թողնի այս Այո, ես ինչ կուզեմ քանի որ կաթողիկոսի տնօրինությամբ շատ լավ, սա ասում եք, անդադ շեշտվում է, որ սահմանադրության պանջատ են, այո, սահմանադրությամբ նաև նշված է, որ եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, իսկ ինչ են զբաղվում։ Ու գիտեք ամենածիծաղելին որն է, որ զբաղվում են ու ասում են եկեղեցին չի զբաղվում։ Այսպես մարդկանց հիմարի տեղ դնելով ու շարունակում են պնդումներ անել, որ չենք զբաղվում։ Այս գործընթացն էլ փորձում են քաղաքականացնել իրենց ուժերի ներածի Ես չափով։ իբրև երկրի քաղաքացի իրավունք ունեմ օգտվել։ Հետո ես ինչ անում, հանուն իմ եկեղեցու եմ անում։ Ես տեսնում եմ ուր են տանում այս մարդիկ եկեղեցին, ես էլ չեմ ուխտ ունեմ առաջ, չէ՞ իբրև կուսակրոն հոգևորական, ինչ ունեմ կորցնելու։ Չէ՞ մեկը որ ինձ ասի ինչ ունեմ կորցնելու, ես բան չունեմ կորցնելու։ Իմ ուխտը վերաբերում է հավատքի անաղարտ պահպանությանը եւ մեր հայրենիքի ծառայությանը։ Հավատք եւ հայրենիք միշտ այս երկու արժեքներն են հայ եկեղեցուն առաջնորդել։ Հիմա այս մարդը խախտել է եւ հավատքի անաղարտությունը եւ հայոց եկեղեցու պետականամետ ընթացքը երկուսն էլ խախտված են։ Մի ճշգրտում ինքնակամ է խախտել, թե գուցե ինչ որ արտաքին շահագրգիռ ուժերի ազդեցությամբ եւ անձնական շահով պայմանավորված եւ արտաքին ազդեցությամբ եւ նաեւ եկեղեցին այսպես կուսակցականների ձեռքին գործիք դարձնելու պարտադրանքից ելնելով։ Վստահ եմ այդտեղ է պարտադրվել։ Պարտադրել են։ Տեսնում եք, այս ընթացքում, այս անցնող տարիների ընթացքում կա եւ կուսակցական որոշ կուսակցությունների ազդեցություն եկեղեցու վրա ու այնպես զգալի ազդեցություն հասկանում եք եւ կա օտար ազդեցություն ամեն ինչ էլ կա ինչ ասես կա երկուսն էլ կան երկուսն էլ մեզ կործանման կտանեն որովհետեւ հայ եկեղեցին հայոց պետականության առանցքային մասերից է տեսեք 301 թվականին երբ որ Տրթատ Մեծ եւ Գրիգոր Լուսավորիչ Այսպես քրիստոնեությունը հրճակեցին պետական կրոն նպատակը ո՞րն էր հիմնական մեր պետականությունը ամրացնելն էր որովհետև Հայաստանի նահանգները որ գտնվում էին Պարսկաստանի հարևանությամբ դրանք որպես կանոն պարսկական ազդեցության ներքո էին այն նահանգները որ բյուզանդիային էին մոտ բյուզանդական ազդեցություն եւ այս գիտեք Հետագայում Հայաստանը բաժանվեց 387-ին 428-ին երկու մասի արևելյան եւ արևմտյան Հայաստանի պարսկական եւ բյուզանդական Հայաստանների բաժանվեց բայց ինչ եմ ուզում ասեմ միշտ այդ ազդեցությունը եղել է այդ ընթացքում 3-րդ, 4-րդ, 5-րդ դարերում եւ նպատակը քրիստոնեություն պետական կրոն հրճակելու այդ ազդեցություններից ազատագրելն էր այն համոզմամբ որ կրոնը կմիաբանի եւ որովհետեւ Կար ոչ միայն այդ քաղաքական ազդեցությունը կրոնի միջոցով էին հաճախ փորձում տարածել Պարսկաստանը հետևողականորեն փորձում էր զրադաշտականությունը արմատավորել Հայաստանում Բյուզանդիայի կողմից էլ այլ վտանգ կար այլ ազդեցություն կար նաև կրոնական իմաստով ազդեցություններ կար շատ բազմազան էր այսպես ասած մեր կրոնական պատկերը այդ ժամանակվա Հայաստանում եւ նպատակը պետական կրոն հրճակելու քրիստոնեությունը այն էր որ կմիաբանվի կմիավորեն Հայաստանը հոգեվոր եւ մշակութային իմաստով եւ մենք տեսնում ենք որ դրա այդ գործընթացի այսպես գագաթնակետը գրելի գյուտներ Հայաստանի վերջնական ազատագրումն է, որը ենթադրում ամեն տեսակի ազդեցություններից։ Այսինքն եկեղեցու բուն նպատակը Հայաստանի դարձնել ավելի հզոր, ավելի միաբանված, հավատքի միջոցով հատկապես, եւ ազդեցությունների ձեռք։ Իսկ այսօր ինչ ենք տեսնում, որ հայ եկեղեցին դարձել է օտար ազդեցության գործիք,
սեփական պետության դեմ։ Այսինքն մեր առաքելությունը եկեցու պատմական դավաճանված է։ Բարսպուն իմաստով։ Այն ինչից որ պիտի եկեղեցին ապահովեր այս պետությանը, լծվել է դրան հակառակ գործին։ Եկեղեցու առաքելությունն է մեր հոգևոր անվտանգությունը ապահովել։ Մինչդեռ ինքը սպառնալիք է ստեղծում։ Բռնելով այս կամ այն կողմը, սպասարկելով այս կամ այն շահերը։ Սա ինչ է դավաճանություն, մեծագույն դավաճանությունն է տեղի ունեցել։ Ինչի հետ են կապում իմ բանը, ընդվզումը։ Ես կներեք, ես ամբողջ կյանքս գիտությամբ եմ զբաղվել, ես ուրիշ ձև չունեի, ուրիշ տարբերակ չունեի, ինձ ոչ մեկ ոչ համոզել է, ոչ չգիտեմ բան է խոստացել, իմ համար գաղափարից ավելի թանկ բան չկա, ես եկել եմ ինձ սեփական վերլուծությամբ և փաստերի համադրությամբ եկել եմ այն համոզման, որ մեր եկեղեցու փաստացի պետը այսօրվա դավաճանել է հայ եկեղեցու առաքելությանը, ավելին դավաճանել է հավատքին, và ինչ էին ինձանից սպասում, որ ինչ, լռեի, ինչի դիմաց լռեմ։ Սրբազան չեք կարծում, որ դուք այդուհանդերձ փոքրամասնություն եք եկեղեցում, տվեք ենթադրել, որ ձեզ պես ընդդիմացող հոգևորականները մեծ թիվ են կազմում, պարզապես երևի դրանց խիզախությունը չի ասացի ավտորիտար ռեժիմ է, եկեղեցում գործում է ավտորիտար ռեժիմ, վախենում են, այո, վախենում են։ Ցավոք սրտի այս ռեժիմը իր հետ բերում է նաև տարբեր տեսակի այլասերումներ։ Ես բարիս լայն իմաստով եմ այդ կոռուպցիա բարի լատիներեն իմաստով եմ ուզում, լատիներենում ինքը մի շարք իմաստեր ունի, այլասերում տարբեր հարթություններով կարելի է դիտարկել, հատկապես երբ որ դու քո առաքելությունից շեղվում ես։ Ուրեմն եկեղեցին այսօր շեղվել է իր բուն առաքելությունից։ Իր բուն առաքելությունն է ծառայել մեր հավատքին եւ հայրենիքին։ Այսօր ոչ նրան են ծառայում, ոչ նրան։ Մենակ քահանաների նյութական վիճակը հերիք է, որ այս տեսակ իրականության հետ այսօր գործ ունենանք։ Ինչի մեր քահանաները չպետք է վարձատրվեին այն չափով, որ ասենք մայրաթորի քահանաներն են վարձատրվում։ Եթե մենք ուզում ենք արժանապատիվ ծառայություն, տեսնենք այդ քահանաներից։ Այսօր ամենաշատը բողոքում ենք ինչի համար, որ քահանաները փողի հետևից են վազում։ Ամենաշատը մենք գիտենք, որ դա իրականություն է, բայց ինչքան պիտի մեզ ինքներս մեզ խաբենք, որ դա բայ չէ, այդպես չի, 1-2-ն է։ Հակ այդպես չի։ Շատ է, այդ երևույթը շատ է։ Չունի եկեղեցին հնարավորությունները այդ միջոցները։ Վերադառնալով եկեղեցու բարենորոգման գործընթացին, Սրբազան, դուք ինչ եք կանխատեսում, այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, թե ես վստահ եմ այդ պատը ճեղքել, այդ ավտորիտարիզմի բռնատիրության պատը դրա համար այո պետք է պայքարել։ Եթե չասացի, որ փոքրամասնություն եք, ձեզ կարծեք ընթացքում չեն միացել մեծամասնություն։ Գիտեք, կարող է մեր ասպարեզում այո փոքրամասն, ես ասում ինչ վարչակարգ է, ավտորիտար վարչակարգ է, իհարկե վախենում են խոսել։ Ասում են ինչի մեջ անցավ գլուխը դնենք ցավի տակ։ Բայց չգիտեմ, ուրիշ է նաև որ դու եպիսկոպոսական հանգամանք ունես։ Այդ դեպքում քո լռելը ավելի անընդունելի է, քան քահանան։ Քահանաները ենթակա են իրենց եպիսկոպոսներին։ Այսի եպիսկոպոսների խնդիրն էր։ Այսօր եպիսկոպոսներ կան, որ դրսերից մեծ խոսում են, այս վերջերս է հայտարարություններ արեցին։ Ասեմ ձեզ, եւ ունեն նաեւ այդ երկրի քաղաքացիություն, ուղղակի պիտի իրենք ազնիվ լինեն, իրենց հարց տան։ Իրենց մտքով իսկ կանցկացնեին այդ երկրի քաղաքացի լինելով հանդերձ քաղաքականության մեջ մտնել։ Այդ երկրի կառավարող Սիրիա կլինի, Գերմանիա կլինի, չգիտեմ, Իրաք կլինի, նրանք ռիսկ կանեին մի բառ ասել երկրի իշխանությունների դեմ, հա, այդ ռիսկը կանեին, թե որ մերնա, մերին կարելի է, պետք է, այս օտարասիրությունը, օտարամոլությունը
ուղակի կործանարար ու առավել կործանարար երբ որ հայ հոգևորականն է հայ եպիսկոպոսն է իրեն թույլ տալիս իրենք պիտի ամաչեն ուղակի ու վաղ ամաչելու են վստահ եղեք իրենք գիտեն իրենց այդ իշկը պատահի եթե մի ավելորդ բան թույլ տան կկանչեն համապատասխան տեղ եւ կասեն հավաքի քո իրերը եւ վերադարձի այնտեղ որտեղից եկել ես դու ով ես որ խառնվես այս երկրի քաղաքականությանը լինելով այդ երկրի քաղաքացի Այսինքն Հայաստանը ծայրաստիճան լիբերալ է այդ անունով լիբերալի դեմոկրատական է դրա համար լիբերալի հարց չի իրենք ստիպված են իհարկե անում ինչ որ անում են վստահ եմ այդ տեքստերը մայրաթորից կազմում ուղարկում են իրենց ուղղակի կասկած չունեմ գիտեմ անգամ ովքեր են կազմողները բայց իրենք գոնե այդքան քաջություն պիտի ունենային ու խղճի խայտ չանելու վերջի եպիսկոպոս են այս սեփական անձի հանդեպ եթե հարգանք լիներ մի քիչ չէին անի չէին գնա այսինքն դուք գիտեք վստահ եք որ ճիշտ չի ինչի ճնշման ներքո եք գնում դրան ում եք պաշտպանում ինչն եք պաշտպանում դուք 1000 տեղ նստում եք քննադատում եք եկեցու այսօրվա փաստացի պետին այսօր այդ իրեն պաշտպանողներից այս որ ձևական այսպես պաշտպանում են որտեղ ստիպված են շատերը ամենավերջի բաներն են իր մասին խոսել ամենավերջի ես վերջերս իմացա որ այդ տիրադավ եզույթը Միքայել Սրբազանն է կիրառության մեջ դեր ես ուղղակի կուզենայի նայել իր աչքերի մեջ ու ասել հիշում ես մի հանդիպում իմ հետ որ դու ամենավերջի բաները չես ասել այսօրվա եկեցու փաստացի պետի հասցեին ամենավերջի բաները եթե ինքը քո տերն է խնդրեմ այ դու մտածի տիրադավ լինելու չլինելու մասին եթե այդ եզրույթը այդպես քո մտքում ծագել է ուրեմն դու հաստատ ստրկամիտ ես ու վախկոտ որտեվ մի օր երևի այդ քաջությունը չես գտել քո մեջ իր դեմքին ասելու են ինչ որ մտածում ես միշտ հետևից ես ասել ու այսօր երբ որ մարդիկ այդ կամքը գտել են իրանց մեջ ճշմարտություն են բարձրացնում ու բարձրացնում են այդ հանուն եկեղեցու ու հանուն մեր պետականության դու իրանց տիրադավ բառն ես կպցնում քեզանից լավ տիրադավ չկա Միքայել arczepiskopos Աջապահյանը պետք է առաջին ընդգծողը լիներ համար մեկ ստրկամիտն է ինքը այո բայց փաստորեն թող լսի ես ինչ եմ մտածում իր մասին համար մեկ ստրկամիտն է Մեկ այլ հոգևորական Պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos Հովհաննիսյան Եկեք ես իրեն առհասարակ ես շատ լավ գիտեմ ով է Նաթան arczepiskopos Հովհաննիսյան ինքը այսօր հայ եկեղեցում առհասարակ լինելու իրավունք չունի այդ շորը պիտի հաներ գնարտուն իր ծերությունը վայելեր եկեք իրան առհասարակ չանդրադառնանք ինքը առհասարակ խոսք ասելու իրավունք չունի նա խոսքը ոչ միայն առհասարակ հայտնեց նաև որ բոլշևիկյան տիրապետության օրոք անգամ մեծ բոլշևիկ չկա երևի իրանով է բերել եկեցի թող այդ հիշի երբ հայկել եկեցի ով է բերել թող խելոք նստի տեղը հա ու ցավ չհայտնի թե չէ իր համար շատ ցավոտ կլինի ինքը գիտի իրանով է բերել եկեցի ու ով է ինքը Բայց նրա արտաբերած մեկ միտք կուզեմ հնչեցնել, որ երբ որ խոսվեց այն մասին, որ կառավարող ուժի նախընտրական պլատֆորմում կետ կա վերաբերելի հայոց եկեղեցուն, Նաթան arczepiskopos-ը մի տեսակ ցնցվեց այդ դիտարկումից, ասաց, որ մայրաթոռը ընդհանրապես ազգային հայ եկեղեցին ոչ հեծ է, ոչ wellness է, ոչ էլ ինչ որ ՍՊ է, որ դրանք կառավարիչ նշանակեն, սեփական աշնորհեն եւ այլն, այսինքն եկեղեցին ամուր է, մեջքը շիտակ եւ ինչով է ամուր իրենով որևէ այո արտաքին միջամտություն չի կարող ինքը տեղով արտաքին միջամտությունը դե ես հայտարարում եմ ինքը տեղով ինքը Հայաստանի քաղաքացի էլ չի Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Այտենց, նաև ուրիշ քաղաքացիություններ երևի ունի, հա, ինքը տեղով արտաքին միջամտություն է, լավ, թող ձենը կտրի, որպես արտաքին միջամտության գործոն։ Իրան առհասարակ մեկնաբանելու առիթ չեմ գտնում։ Թող ինքը լրի, ուղղակի լրի, ինքը ասում եմ եկեղեցում լինելու իրավունք չունի։ Այդ մասին
շատ լավ գիտի եկեղեցու փաստացի պետը, ուղղակի ինքը խնդիր չունի։ Այդ մասին գրվեց իդեպ իր ինքնության մասին։ Ով է ինքը։ Երբ որ ես քաջություն ունենա, ընդունի ով է ինքը։ Շորը հանի ու թողի գնա եկեղեցուց։ Լավ, երբ որ ճեպազրույցի ժամանակ, որը հաջորդեց դատական նիստին, ես հարց ղեցի, երբ որ սրբազան դուք ասում եք, որ եկեղեցին ժողովրդինն է, այդ դեպքում ինչպես է եկեղեցին ժողովուրդն է։ Ժողովուրդն է եւ ժողովրդինն է, այո։ Այդ դեպքում արդյոք իդեպ է ժողովրդի ձայնը մեծապես անտեսվել է եկեղեցու վերնախավի կողմից, որտեղ ասում եմ ձեզ եկեղեցին կղերապետական մտածողությամբ է կառավարվում, իրենց թվում է եկեղեցու բարձրագույն իշխանությանը, որ իրենք են եկեղեցին, մինչդեռ յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա, որ եկեղեցու կյանքին մասնակից է, նա Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամ է, որևէ ձևով ինքը չի տարբերվում, հովիվներն ու առաջնորդները ունեն հատուկ կարգավիճակ, բայց բոլորս մարմնի անդամներ են, իսկ իրենք անտեսում են եկեղեցու Քրիստոսի մարմնի անդամ լինելու այդ հանգամանքը ու ժողովրդի անունից հայտարարություններ են անում, ժողովրդի անունից դիրքորոշում են ներկայացնում, դրա իրավունքը չունեն, մենք տեսանք դատարանի մոտ քանի հոգու էին հավաքել ու գիտեք քանի մարդու են զանգել, ուղղակի ամաչում եմ ասեմ, բազում մարդկանց են զանգել, որ այդքան մարդ հավաքեին, մի 100 հոգի մենակ քահանա էր դրանց մեջ։ Ես մասնակցում էի դատական նիստին։ Չեմ ասում, որ հենց դատարանում սպառնալիքներ էին հնչեցնում։ Այո, ձեր հասցեին ու իդեպ ճշտվել է, որ շողակաթի լրագրողներից մեկը ցանկություն է հայտնել ինչ-որ ծանր բանով տալ իմ գլխին, հենց դատարանի ներսում հուսանք այս ամենը հաշվի կառնեն իրավապահ մարմինները։ Եթե չեմ սխալվում, հաղորդումը ներկայացրել։ Այո, ներկայացրել են, ես էլ տեսա, ինձ ցույց տվեցին, հա։ Իսկ այդ լրագրողն էլ գիտի ինտեղ, եթե այդպիսի ցանկություն ունի, ես չեմ դիմանա, թող այդ ծանր բանը վերցնի գա, եթե դրանից ինքը հաճույք կստանա։ Դե տեսեք, այս գիտեք ամենաշատը ինչն է վիրավորական, որ այս միջավայրը, սիրո միջավայրը դարձել են բռնության միջավայր։ Ու ում գլխավորությամբ այսօրվա եկեղեցու փաստացի պետի։ Գիտեք, ես ինձ զսպում եմ ուղղակի, որ շատ բաներ չբացահայտեմ։ Հանուն նրա, որ մեր դե արդեն իր վարած քաղաքականությունը մեր եկեղեցու իրական վիճակը ցույց է տալիս, բայց ինձ զսպում եմ հատկապես իրանց վերաբերող հարցերում զսպում եմ, որ հանկարծ տպավորություն չլինի, որ այստեղ կա վրեժխնդրություն, վիրավորանք։ Իմ վիրավորանքը հատկապես վերաբերում է նրան, որ իրենք ինչ իմ հանդեպ արել են, խնդիր չի։ Իրենց խնդիրն է, իմ խնդիրը չի, իրենք թող մտածեն, բայց վերաբերում է նրան, որ իրենք այս միջավայրը դարձել են բռնության միջավայր։ Ամենաշատը ես ու այդ բռնության միջավայրը կարող է տարատեսակ անարդարությունների պատճառ դառնալ։ Այդ զորօրինակ այդ 3 քահանաների կարգադուծությունը ին վրա ավելի շատ դա ազդեց։ Ճիշտ է, համոզվեցի, որ արդեն այսպես այնպես, բայց դա էլ ազդեց, երբ որ ես հասկացա, որ վաղը մյուսօր ես պատասխան պիտի տամ։ Ու ես չեմ կարող բաց ճակատով նայել, ասել, որ հա, գիտես ինչ, ես չեմ կարող արդարանալ, թե ինչի եմ ստորագրել այդ կարգալուծությունները։ Մի թեմայի էլ անդրադառնանք, ազգային ժողովի, նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստին ակնկալվում էր, որ Գարեգին Բ-ն եւս պետք է մասնակցի եւ իր հայրապետական օրհնությունը բերի, այդ թեման վստահ եմ հետեւել եք լրահոսին, եղեք որ շատ շահարկվեց, հա, շահարկվել է, գիտեմ, հա։ Ինչու Գարեգին Բ-ն չգնաց եւ չօրհնեց նորընտիր ազգային ժողովի նիստը, նստաշրջանը, այն դեպքում, որ իր կողմից այսպես սիրո եւ գորովի արժանացող քաղաքական ուժի Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը նույնպես ներկայացվածություն։ Որովհետեւ ինքը իր ամենայն հայոց կաթողիկոս լինելու տիտղոսը ուրացել է։ Ինչպես ինքը կոնկրետ իր եղբայրը ինքը աջակցություն է հայտնել որևէ քաղաքական ուժի, դուք նոր նշեցիք Ուժեղ Հայաստան, հա, այդպես է, չէ՞, այդ կուսա, այսինքն
Այս իր մոտեցումը արդեն իսկ բաժանում է բերում։ Ինքը չպիտի որևէ մեկին աջակցել։ Որևէ մեկին չպիտի աջակցել։ Ինքը պիտի որ նա այցելեց նաև Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Կատարյալ բացարձակ չեզոքություն պետք էր պահպանել։ Ոչ իշխանական ուժին, ոչ ընդդիմա, ոչ մեկին մի աջակցի։ Դու քո տեղում եղի, քո առաքելությունը կատարի։ Քեզ չեն ասում, չէ սրան աջակցի։ Ոչ։ Դուք տեսաք, չէ, այս ընտրություն նախընտրական շրջանում այս մեր եպիսկոպոսներից որևէ մեկը ոչինչ չի խոսել, որովհետև մենք շատ զգույշ ենք, որ չշահարկվի հանկարծ, որ շատ հնարավոր էր խոսակցությունների ժամանակ ինչ-որ քաղաքական հարց տրվեր, բայց մենք չենք ուզում այս ամենը քաղաքականացվի, թող չզարմանան, էլի եմ կրկնում, այո, որովհետև շատ են շահարկվում, որ մենք թուղթ ենք ստորագրել երկրի վարչապետի հետ, էլի եմ ասում, այն որ մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, օտարազդեցության գործակալներ են դարձել կամ կուսակցական գործիչներ են դարձել, այդ նորմալ է, բայց որ մենք ժողովրդի ընտրած իշխանության հետ թուղթ պետք է ստորագրենք անորմալ է, այդ դրա ինչն էր անորմալ։ Այդ որ այդքան շահարկեցին, այդքան, չգիտեմ, մարդիկ վատացան, հիասթափվեցին, կներեք ժողովուրդը չի ընտրել։ Դուք ինչ էիք ակնկալում, մենք ում հետ պիտի այդ թուղթը ստորագրեինք։ Այն որ կուսակցությունները sense լծվել են եկեցին գործիք դարձնելու գործին այդ լրիվ նորմալ եք նայում։ Այն որ օտարազդեցություն կա եկեցու վրա բացահայտ, այդ էլ հերյուրանք է։ Ու շարունակում եք ասել, որ եկեցին քաղաքականությամբ չի զբաղվում, երբ որ ասում եք, եթե գնաք ԿՊ-ին ընտրեք, անեսքի տակ եք։ Երբ որ հայտնի ձայնագրության մեջ էլ քաղաքականությամբ զբաղվելը ոնց է լինում։ Քաղաքական գործնեության համատեքստում դուք դա առողջ եք համարում։ Երբ որ հոգևորականը Նաթան arczepiskopos զրույցում վկայաբերելով կաթողիկոսի խոսքն ասում է կաթողիկոսը հորդորում է մորդ վերցրու եւ գնա Նիկոլի դեմ ցույցերին մասնակցի, երբ որ Տավուշի թեմի առաջնորդը թողնում է թեմը ես գիտեմ հետևից ինքը ինչա խոսում ախր ես բոլորին լավ գիտեմ լրագրողները ես բոլորին լավ ես գիտեմ ստիպված է անում բայց գիտեք եթե ստիպված Եթե առավել եւս եթե ստիպված ես անում, ամոթ քեզ։ Ավելի լավ է կորես անհետանաս, քան թե ստիպված այդ կարգավիճակով այդ տիտղոսը կրող մարդը ստիպված այդպիսի բան անի։ Երբ որ վկայաբերեցի Սրբազանի հետ ճեպազորիցի ժամանակ Բագրատ arczepiskopos Գալստանյանի դեպքը, թողեց թեմը եւ ստանձնեց քաղաքական process-ի առաջնորդություն եւ երբ որ լրագրողները հարցրեցին դուք միայնակ եք գործում թե կաթողիկոսը տեղյակ է ասաց նա միշտ մեզ հետ է եւ այս շարժումը տեղի է ունենում նրա գիտությամբ եւ օրհնությամբ այս փաստարկ երբ որ վկայաբերում ես ասում ես սա արդյոք ուղերձ փաստարկ չի այն մասին, որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով ներքաշված է եղել ընդդեմ քաղաքական իշխանության գործընթացում, Սրբազանն ասում է ոչ, դա հիմնավորում չէ, դա փաստարկ չէ։ Տեսնում եք, ոնց ուզում եք, չկարողացաք հիմնավորել։ Դե ստախոս են, որովհետև թող հիշի, որ ես այս մինչև այս դեպքերը ժողովի ժամանակ հիշեցրեցի, այսօրվա եկեղեցու պետին, փաստացի պետին հիշեցրեցի, որ 24 եպիսկոպոսից 20-ը ոչ ասեցին այդ շարժումը քաղաքականացնելուն եւ որոշվեց որ չի քաղաքականանալու ընդամենը 4-ն էին կողմ արտահայտել բայց քաղաքականացավ դուք մեզ խոսք եք տվել որ պիտի քայլեր ձեռնարկեք ու չձեռնարկեցիք այդ քայլերը ու ես ասել եմ Բագրատ Սրբազանի այդ վիճակի համար մեկ պատասխանատուն ինքն է հետո էսի չաշխատեց Միքայելին բերեցին առաջ impeachment-ի տեխնացու են դարձնում խեղկատակություն է սա ամեն ինչ լրիվ խեղկատակություն է էլի եմ ասել կամ շատ ծանր կոմպրոմատներ պիտի լինեն քո դեմ որպեսզի գնաս այս տեսակ քայլերի կամ էլ պիտի լինես խելագար այդ կոմպրոմատները կարելի է ձեր խոսքից բխեցնել որ Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքում չի այլապես այլ ամենահավանականությամբ կենտրոնների ձեռքում են որովհետև ամենայն հավանականությամբ այո ինչ ասեմ սա է իրականությունը ուրեմն բոլոր նրանց ովքեր ասում են որ այս հարցը պիտի ներսում լուծվեր այո սիրելի հայրենակիցներ շատ լավ բան եք ասում մենք փորձել ենք ներսում լուծել երբ որ մենք հայտարարություն արեցինք էլի ներսում լուծելու միտք ունեինք պիտի որ ժողով գումարեր իսկ ինքը ոչ այդ ժողովը գումարեց ոչ էլ որևէ
կանոնական քայլ արեց այդ ուղղությամբ, անգամ չի հրավիրել 10 եպիսկոպոսին, որ լսի այն նույն բաները, ինչ որ հայտարարվել են, ու անցել է հակականոնական գործողությունների, ու երբ որ եկեղեցու ներսում որևէ ատյան չի գործում, մենք ուզենք չուզենք, պիտի դիմենք արդեն աշխարհիկ ատյանների, որտեղ այդ եկեղեցին այս պետության մի մասն է, էլի, թող ոչ մեկին չթվա, որ այս եկեղեցին իր հորտնից է բերել ու ինչ ուզի կանի։ Այս եկեղեցին մեր պետականության կարևորագույն մասն է ու 1700 տարվա պատմությունն ունի այս ժառանգությունը, որևէ մեկը չի կարող իր ուզած ձևով վարվել սրա հետ ու պետությունը առավել քան պատասխանատու է թույլ չտալու եկեղեցու յուրացումը։ Այսօր եկեղեցին փաստացիորեն յուրացված է, թե տարբեր կուսակցությունների կողմից, թե օտար ազդեցության կողմից, ու ինչ է տեղի ունենում, ըստ էության տեղի ունենում հայ եկեղեցու ապա գաղութայնացումը, այո, նաև ապա կուսակցականացումն ու ապա գաղութայնացումը, թող մտածեն ինչ որ ասում ենք, ես ինչ որ արել եմ իմ համոզումներից ելնելով, նորից եմ կրկնում, ինձ ոչ մեկ չի համոզել, ես ինքս եմ եկել այս եզրակացության, եկել եմ, հետևաբար պիտի անեմ այն, ինչ որ ինձանից պահանջում է, որտեղ մենք պատասխանատու ենք պատմության առաջ։ Իդեպ հայտնի է հաջորդ դատական նիստի օրը եւ արդյոք ներկա լինելու եք այդ դատական նիստին։ Ես այսօր կարդացի, որ նոր դատավոր է նշանակվել։ Կտեսնենք։ Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ, այս պահին։ Չէ, կարծում եմ։ Մնացածը կտեսնենք։ Ես ոչինչից չեմ խուսափում։ Ու ես աջակիցներ չեմ զանգում մարդկանց։ Հակառակ նրա, որ մարդիկ զանգում են, ուզում են ինչ-որ ձևով աջակցել, ես ասում եմ դրա կարիք չկա։ Ավելորդ աղմուկի կարիք չկա։ Եթե ամեն ինչ ճիշտ է, թող գա դատարան, ես պարտվեմ, ինքը հաղթի, ես էլ գնամ աշխարհիկ կյանքով ապրեմ։ Նայեք, ես իմ համար եպիսկոպոսությունն էլ, թեմակալ առաջնորդությունն էլ 0 են, եթե եկեղեցին այս ընթացքով պիտի շարժվի, որովհետև սա կործանարար է եկեղեցու համար, իսկ եթե եկեղեցուն մի բան եղավ, դրանով մեր պետականությունն է սպառնալիքի տակ հայտնվում։ Շնորհակալ եմ զրույցի համար, Սրբազան։ CVKM-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Ցտեսություն։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։